Պապայ սեպտեմբերի 20-ին քաղաքացիական պայմանագրի համագումարն է սպասվում, պետք է վարչության կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն, ընտրական նոր ցուցակ է կազմվելու, եթե ճիշտ եմ հիշում նախորդներ, որ այսպես կեղծիքների հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, այս անգամ հետապնդություն չունեք, որ պարանոյով կմբի ու կան արդյոք ինքնաառաջադրումներ արդեն իսկ։ Նախ առաջինը սեպտեմբերի 20-ի ես խնդրում եմ ավարտեք համաժողովի հետ կապված նշեմ, որ ընտրական ցուցակ չի ձևավորվելու այդ համաժողովում։ Այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր եւ իհարկե նոր վարչության ընտրություններ է լինելու։ Վարչության առաջադրումների եւ ինքնաառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետեւ դա մաքուր ժողովրդավարական ձևով է տեղի ունենում, ինչպես նախորդին։ Ես ունեմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է, այսինքն այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար եւ վերահաշվարկի, այդպես ասենք, դե ոչինչ բան չի եղել, եթե վերահաշվարկ եղել է, վերահաշվարկի արդյունքում այդ թվում վարչության ընտրված եւ չընտրված կազմում փոփոխություններ տեղի ունեցել եւ ձայների փոփոխություններ տեղի ունեցել, դա նորմալ է եւ օրինակ ուզում եմ հիշեցնել, որ իմ ձայները օրինակ վերահաշվարկի արդյունքում ավելացել են, բայց ես չեմ համարում, որ այդ իմ ձայները գողացվել են, կներեք։ Ես այդպես չեմ համարում, որովհետեւ գիտեք 600 ձայնի մեջ օրինակ եթե 10 ձայն ավելանում է կամ 10 ձայն պակասում է, դա իհարկե շատ վատ է, չէ։ Դա իհարկե շատ վատ է, որովհետեւ դա նշանակում է, որ հանձնաժողովում որոշակի, այսպես ասած, հոգնածության կամ շտապողականության հետևանքով ինչ որ ձայներ լավ չեն հաշվարկել, բայց դրա հետևությունը մենք արել ենք։ Դրա հետևությունը կներեք, մենք արել ենք եւ հիմա ավելի շատ հանձնաժողովներ ենք ունենալու, ավելի շատ ժամանակ ենք տրամադրելու, ժամկետային սահմանափակում չեն ունենալու, այսինքն եւ իհարկե տեսախցիկների առաջ հանգիստ ինչքան պետք է թող հաշվեն, որովհետեւ շատ կարեւոր է որ մեկ ձայն է, որովհետեւ մենք տեսանք, որ մեր ընտրությունները մի կարծեմ 2 ձայնը որոշիչ նշան։ Մենք ունենք վարչության անդամ, որ 2 ձայն, այսինքն տեխնացու ունենք, որ մի 2-3 ձայն եթե ավել հավաքեր, կընտրվեր, բայց չի ընտրվել։